Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Լուսանկարները թարմ կրակոցների մասին են։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքի Խոզնավարի ուղությամբ։ Անզեն աչքով էլ պարզ է թիրախային են կրակել, բնակելի տան պատուհանն է։ Տուժածներ չկան, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն է հաղորդագրություն տարածել։ Ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հայ-ադրբեջանական կողմը կարծես ոչինչ հետաքննել չի պատրաստվում, տեղն ու տեղը հերքել են հայկական կողմի հայտարարությունը եւ դեռ ավելին մեղադրանքներ հնչեցրել, թե հայկական կողմը նման միտումնավոր ապատեղեկություն եւ կեղծ լուրեր տարածելով փորձում է միջազգային հանրության համար աղավաղված կարծիք ձևավորվել եւ հող ստեղծել հետագա սադրանքների համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ձևակերպել է, որ իրենց ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանի այս ելույթին զուգահեռ օկուպացված Արցախում առաջին ադրբեջանական հանրապետության հիմնադրման տոնն էր նշում Ալիևը։ Հայաստանի խաղաղության մասին խոսույթին համընթաց Ադրբեջանի նախագահը բաց չի թողել առիթը դարձյալ խոսելու տարածքային պահանջների մասին։ Բռնապետը հայտարարել է, թե արևմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից եւ միացվել է Հայաստանին։ Դա մեծ անարդարություն է որակել Ալիևը ու այս ելույթից հետո է հավանաբար ադրբեջանական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանը տվել կրակել բնակելի տուն թիրախավորել։ Հետո արդարանալ իբր քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին չեն թիրախավորել։ Ընդհանուր առմամբ թե սահմանային լարվածությունը, թե դիվանագիտական հռետորաբանությունը ըստ քաղաքագետի մեկ փաստի մասին են վկայում։ Կողմերի քաղաքական նպատակները տարբեր են։ Հայաստանը ուզում է խաղաղության հասնել, ինչ որ առումով նաև երաշխիքների։ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել ուժերի դիրքերը ու հասնել բոլոր նպատակներին, այդ թվում Հայաստանի սուվերենության հաշվին։ Ադրբեջանը միշտ ձգտում է, որ ինքը ինչ-որ ձև ճաշում գործածի։ Խոսքը գնում է թե սահմանադրության մասին, թե ադրբեջանցիների հետ հայտնի վերադառնալու մասին, թե Զանգեզուրի հետ այսպես կոչված Միջանցքի այդ անպայման էքստերիտորիալ կարգավիճակի մասին, որը էլի սուվերենության որոշակի սահմանափակում է ենթադրում։ Խոսքը իհարկե շատ կարևոր գործոն է դեմիլիտարիզացիայի մասին։ Ստացվում է բացառված է, որ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրի, այն դեպքում, երբ խոսքը թե գործը սադրանքի ու վտանգի մասին են, անգամ եթե դա չբացառենք, այդ փաստաթուղթը ամուր հիմք ու երաշխիք չի լինի, ասում է քաղաքագետը, հիշեցնում, ինչ ռեժիմի հետ գործ ունենք։ Պայմանագիրը տեսականորեն կարա այդ մեխանիզմները անվտանգային մեջը ենթադրի երաշխիքները, բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը այս բանին այս փաստաթղթից աշխատում է հանի այդ ամեն ինչ։ Ցերեկը խոսում է ահաբեկելու լեզվով գիշերը նշան բռնում հայկական գյուղերի ուղղությամբ հարց է առաջանում՝ ի վերջո խաղաղություն է լինելու թե ամեն դեպքում ռազմական գործողություն։ Հակառակորդը շարունակում է կրակել հայկական գյուղերի ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գնահատականն էլ այսպիսինն է։ Ադրբեջանի նպատակը խուճապ ու անհանգստություն առաջացնելն է։ Իհարկե, երբ որ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես էլ կա։ Եթե տեսնում են երբեմն գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում։ Բայց եթե արդեն կպնում են տանիքների շինություններին, դա նաև վտանգավոր է բացի անհանգստությունից, չէ՞։ Իհարկե վտանգ կա, նման առաջի անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է։ Հակառակորդի կրակոցների հետ կապված դատական բալիստիկ փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր։ Որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում, այս քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն։ Լրագրողները դիտարկում են անում, որ գերտերությունների տարբեր պաշտոնյաներ են հայտարարում, թե Սյունիքում էսկալացիայի վտանգ կա։ Իշխանությունը դեռ շարունակում է հայտարարել Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու մասին։ ՔՊԱ-ականները որքանով են համոզված, որ պատերազմ չի լինելու։ Խաչատրյանը պատասխանում է, թե բոլոր գերտերություններն իրենց շահերը ունեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն ինչը որ կա եւ դրա համար պատասխան է տալիս որևէ գերտերության հայտարարություն կամ բան դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի եւ ինչպիսի։ Ես նորից եմ կրկնում Ադրբեջանը ամեն ինչ անում է որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն
տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած կրակոցի ձայն ինչ որ չափով անհանգստություն։ Այնպես չի, խոճապ չկա։ Ահա այս համապատկերում էլ ԿՊԱ-կանները հավատում են եւ վստահ են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանը չի կրակի։ Որովհետեւ եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու են սահմանապահ զորքերը, երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրած։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Իշխանական падգամավորի դիտարկմամբ, եթե հայկական կողմը համարժեք պատասխան տա ադրբեջանական կրակոցներին, կլինի էսկալացիա։ Չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նա է, որ խաղաղության պայմանագիրը ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաեւ չեն տանում, որովհետեւ մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Իշխանությունների համար խաղաղությունն այլընտրանք չունի, ԿՊԱ-կաները նաև պնդում են, խաղաղության պայմանագիրը կնքվելու է, կատարվելու է դելիմիտացիա, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն էլ հսկելու են սահմանային հատվածները։ Կառավարության մայիսի 29-ի նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի պարտադիր զինվորական ծառայության շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները կավելացվեն։ Շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվել է ընդհանուր 21, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողների համար ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, որը կտրվի ծառայության ընթացքում հավասար 3 մասերով։ Մայիսի 29-ին պաշտպանության նախարար Պապիկյանը այցելել է պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադ եւ մասնակցել խաղաղապահի միջազգային օրվա նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներ։ Նախարարը շնորհավորել է խաղաղապահներին բարձր գնահատել նրանց պատրաստվածությունը։ Նա ներկայացրել է բրիգադի նոր հրամանատարին գնդապետ Ռուբեն Պապյանին, շնորհակալություն հայտնել նախկին հրամանատարին գնդապետ Համլետ Լևոնյանին։ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս կազմակերպված շքեղ հարսանիքից հետո։ Ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա։ Համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան, վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենանք, չեկեք ձեր չտանք, չմոտենաք համալիրին։ Փաշինյանի խոսքով նույնն է վերաբերմունքը նաև հայկական եկեղեցիների նկատմամբ։ Նրան դուր չի եկել եկեղեցիների սանիտարական վիճակը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես, մարդը ինչի համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։
Մեկ էլ մտնում ես, այստեղ աղբա լցրած, այնտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն ա բերել դրել։ Հետո Փաշինյանն անդրադարձավ պետական մարմինների կողմից պետական գույքը անարդյունավետ օգտագործելուն։ Հիմա կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ, վճարներն ուղղվելու են պետական բյուջե։ Բայց էլի մեկը գումարը տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալում։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանց հերթին ասեն, բա մի րոպե ինչ ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում։ Կառավարության որոշումներից մեկն էլ վերաբերում է ուժային կառույցներում ծառայողներին։ Պաշտպանության նախարարությունում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապազորքերում ծառայության անցած սպաները բնակարան ձեռք կբերեն հիպոթեկային վարկավորման պետբյուջեի միջոցներով։ Շահառու սպան սահմանված գումարի չափով 35 միլիոն դրամ կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։ Սահմանված ժամկետի ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում հիպոթեկային վարկավորման պայմանագրով վճարումները պետբյուջեից կդադարեն։ Ավելին, զինծառայողը կպարտավորվի բյուջե վերադարձնել այն գումարները, որ վճարվել է պետբյուջեից հիպոթեկային վարկավորման պայմանագրի շրջանակներում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Համասի առաջնորդ Մոհամմադ Սինվարի սպանությունը։ Հիշեցնենք, մայիսի 13-ին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով Սինվարից բացի սպանվել են նաև նրա 10 օգնականները։ Համասի առաջնորդի մարմինը հայտնաբերվել է Գազայի հատվածի հարավային Խան Յունիսի թունելում։ Մոհամմադ Սինվարը Համասի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է։ Անցած տարվա հոկտեմբերին սպանված Սինվար ավագը համարվում էր Համասի կողմից Իսրայելի վրա 2023-ի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման գլխավոր կազմակերպիչներից։ Թրամփի վարչակազմը ամերիկյան որոշ ընկերությունների արգելել է ռազմավարական նշանակության ապրանքներ վաճառել Չինաստանին։ Financial Times-ի վկայակոչմամբ վարչակազմը կիսահաղորդիչների մշակման համար ծրագրային ապահովում առաջարկող ամերիկյան ընկերություններից պահանջել է դադարեցնել ծառայությունների վաճառքը չինական ընկերություններին։ ԱՄՆ առևտրի նախարարությունն էլ հրահանգել է այսպես կոչված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբերին դադարեցնել տեխնոլոգիաների մատակարարումները Չինաստանին։ Սանկտ Պետերբուրգում հրդեհվել է ավանգարդ ռազմավարական գործարանը, սա միկրոսխեմաների եւ ռազմական էլեկտրոնիկայի արտադրության Ռուսաստանի Դաշնության ամենահին ձեռնարկություններից մեկն է։ Եղբորս էջնել է անհետացել ու ոչ մի կերպ չի կարողանում մուտք գործել, իսկ ընկերների մոտ ընդհանրապես ցույց չի տալիս, իբրև նման մարդ չի էլ եղել։ Անհանգիստ է հայկական Facebook օգտահաշիվները ջերխմբեր են անհետանում կամ առանց հիմնավորման արգելափակվում։ Ընդ որում նույն խնդիրը նաև Instagram-ում կա, որը հիշենք միևնույն ընկերության սեփականությունն է, այսինքն համակարգային մետա-պրոբլեմ է։ Գնալով ավելի մեծ թափ հավաքում, ժամանակին դա միայն Facebook-ին խմբերում էին մարդիկ գրում, երբ որ սերվերային խնդիր կա, չի կարա տևի 24 ժամից ավել։ Իրանք կոպցնում են միլիարդավոր դոլարներ, թե գովազդների առումով դրանց բաժնե տոմսերի ակցիաների գներն են գնում։ Այնպես չէ, թե խնդիրը միայն մեր երկրում է նկատվում, անհասկանալիորեն տարածաշրջանն է թիրախավորված, պնդում են մասնագետները։ Առաջնորդած լսեցին, որ խնդիր կա բնավ, երկու տարբերակ առաջ քաշեցին, առաջինը գուցե մասսայական անկերային հարձակում ա եղել, որի ընթացքում ոնց որ միացել է այսպես կոչվող մետա ինքնապաշտպանականը, երբ որ ինքնապաշտպանականը միանում, օրինակ ինչ որ մեկը ուզում է դեր պրոֆիլը գողանա, Facebook-ը նկատում է տարբեր գաղտնավորերը հավաքում եղել, Facebook-ը բլոկավորում է այդ պրոֆիլը, դարձ ինքը պաշտպանում է։ Ուրիշ տարբերակ էլ կա, որ խնդիրը դիացից է։ Ինչ անել, երբ սեփական օգտահաշիվը դառնում է անկառավարելի, այսպես ասած ձեռքից գնում է։ Մեդիա մասնագետներն առայժմ միայն առաջարկում են անընդհատ մուտք գործելու կամ գաղտնաբար վերականգնելու փորձեր չանել։ Ուշադիր հետևել էլեկտրոնային փոստին, հատկապես թե ով է ձեզ նամակ գրում։ Ի դեպ, մեդիա փորձագետները նաև տեղեկացնում են, որ Facebook-ում ինչ որ փոփոխություններ են նկատում մեր ազգային հերոսի Մոնթե Մելքոնյանի խնդրի հետ կապված։ Ասում են, թե տպավորություն ունեն, քաղաքականությունը փոխվել է, զանգվածային հակագրոհներն արդյունք են տվել։ Դե գոնե հիմա կտրուկ չի փակում էջերը, երբ մեր հերոսի անուն ազգանունն ենք գրում կամ նրանից լուսանկար հրապարակում։ Տարօրինակ ձայներն այս գիշեր 35-ամյան օրատուսցի Արայիկի քունը խանգարեցին, ասում է ձայներից մեկ անց 30-ին արչնացավ, ընտանիքի անդամներով դուրս են եկել ու իրենց ոչխարների հոտը անշնչացած գտել։ Գայլերը
մտնում են բնակչի հողամաս, այս հատվածում հոշոտում են մեծ թվով գառների, այդ թվում մայրացու, մտնում են նաև գոմ։ Գոմել են, չէ՞ մտել։ Հիմա ընդհանուր քանի հատ են հոշոտել։ Երևի 70 հատին մոտիկ 60-ից 70 հատի սահմաններն է։ Մեծախորժակով գայլերն են հոշոտել ոչխարներին ու գառներին 70-ից ավելի։ Մի քանիսին էլ լուրջ վնասվածքներ էին պատճառել։ 5-6 հատ վիրավոր։ Այդ վիրավորները չեն ապրի, չէ՞։ Հա, մի կեյսա, մի կեյնա։ Հո, հենա կոկորտը չի ապրի։ Հեսա սխեղ չէ։ Հեսա։ Հոշոտված ոչխարներից շատերը մայրացու էին, Արայիկն ասում է իր ընտանիքի համար պատահածը մեծ աղետ է։ Տոց եկավ ու ելանք վազանք եկանք, վազանք ու տեսանք բանը, որ ահավոր արդեն չարտար է։ Դեպքի մասին տեղեկացրել են գյուղապետին, նաև ոստիկանության գավառի բաժին, գավառի հրշեջ փրկարարական ջոկատին։ Ոստիկանները ու փրկարարները եկել ու արձանագրել են տեղի ունեցածը։ Արայիկը պատրաստվում է դիմել նաև Գեղարքունիքի մարզպետին, հուսով են, որ պատկան մարմիններն օգնության ձեռք կմեկնեն։ Ամիսներ առաջ էր, որ էլի գայլերը մտել եւ հոշոտել էին։ Վայ, ձակուկներ էլ կան, նայ։ Բազմազավակ ընտանիք ունի Արայիկը, ոչխարաբուծությամբ են զբաղվում բանկերից վերցրած գումարներով։ Ընտանիքը հուսով է, որ պատկան մարմինների աջակցությամբ բանկերը գոնե որոշ ժամանակով կսառեցնեն վարկերը։ Մայիսի 29-ին խոշոր ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում։ Բախվել են Opel Zafira-ն եւ Volkswagen-ը։ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Ապարան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են եղել նաև շտաբօգնության բժիշկներն ու փրկարարները։ Վիրավորներից մի քանիսին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներից եւ պատգարակով մոտեցրել շտաբօգնության ավտոմեքենաներին։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բռնկվել։ Հրշեջ փրկարարները մարել են կրակը եւ տեղում իրականացրել հերթապահություն։ Շտաբօգնությանը ուղեկցում են Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ոստիկանության Ապարանի բաժնի խումբը։ Հիմա վիրավորին արդեն պատկարակով տեղափոխում են Սան ավիացիայի, որպեսզի տեղափոխեն Երևան։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ 27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպվել է սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան։ Մայիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 17:30-ի սահմաններում աշտարակի խճուղում բախվել են ՎԱԶ 2107-ը եւ Mitsubishi-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանած շտաբօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբերն ու ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Պարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորներն ընտանիքի անդամներ են, 2 ծնողներն ու նրանց անչափահաս երեխաները։ Բոլորը գտնվելիս են եղել Mitsubishi-ում եւ Երևանում երեխաներից մեկի ծնունդը նշելուց հետո վերադառնում էին Լոռու մարզ։ Մայիսի 28-ին Շիրակի մարզում Ամասիայից դեպի Արփի գյուղի տանող ճանապարհին 28-ամյա Ռիփսիմեի Lexus GX 470-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մեկ պտույտ շրջվել եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վարորդը եւ ուղևորներ 22-ամյա Նանեն, 20-ամյա Լիլիթը եւ Երևանի 23-ամյա բնակիչ Մերին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։